Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ G20 գագաթնաժողովի շրջանակում ընդգծել է Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, կարևորելով Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ եվրոպական անվտանգությունը ցանկացած լուծման հարցում։ Այժմ մենք ունենք ընդամենը մեկ խնդիր եւ մեր խնդիրն այս բանակցություններում կամ այս կետում ԱՄՆ-ն չէ։ Մեր բոլորիս միակ խնդիրը Ռուսաստանն է, որը սկսեց այս պատերազմը, որը հրաժարվեց ընդունել հրադադարի առաջարկները փետրվարին, մարտին, հուլիսին, օգոստոսին եւ այլն։ Եվ որևէ ցուցում չտրամադրեց։ Եթե նրանք հիմա պատրաստ են պարզապես հրադադար ունենալ եւ դիտարկել Ուկրաինայի մարդասիրական իրավիճակը, ապա դա պետք է լինի ոչ միայն արևելքում, այլև ամենուր։ Խաղաղության ծրագրի վերաբերյալ բանակցությունները հանգեցրել են նախնական առաջարկների զգալի փոփոխությունների, հանվել է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի հետ կապված հարցերը եվրոպական եւ ուկրաինական շահերը պաշտպանելու համար։ Հիմնական քննարկվող կետերը մնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը, այսինքն տարածքային զիջումներից հրաժարումը, ռազմական կարողությունների սահմանափակումների մերժումը եւ Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանող հուսալի անվտանգության երաշխիքների ձևավորումը։ Չնայած զգալի առաջընթացին վերջնական համաձայնության համար դեռևս անհրաժեշտ է մեղմել տարաձայնությունները եւ ստանալ երկու նախագահների հաստատումը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը կշարունակի աշխատել գործընկերների հետ։ Երկրի ներսում, սակայն, թե հասարակության, թե զինվորականների շրջանում զգալի թերավատություն կա, հատկապես այն բանից հետո, երբ նախկին նախագծերը ըստ տեղեկությունների ներառել են տարածքային զիջումներ։ Հենց հիմա մենք գտնվում ենք մի կարևորագույն պահում, եւ մենք սերտորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների, եվրոպական գործընկերների, բազմաթիվ այլոց հետ քայլեր սահմանելու համար, որոնք կարող են դադարեցնել Ռուսաստանի պատերազմը մեր Ուկրաինայի դեմ եւ բերել իրական անվտանգություն։